ԱՄՆ-ն դադարեցնում է ներգաղթային մուտքի արտոնագրերի տրամադրումը 75 երկրի քաղաքացիների համար։ Ցուցակում ընդգրկվել են նաև Հայաստանը, Ռուսաստանն ու Իրանը։ Պատճառը վերջին շրջանում տարբեր երկրներից ներգաղթյալների մասնակցությամբ ահաբեկչական գործողություններն են եւ Իրանում կատարվող վերջին իրադարձությունները։ ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Թոմի Բիգոտը հայտարարել է մեջբերում կօգտագործեն իրենց լիազորությունները, որպեսզի արգելեն այն ներգաղթյալների մուտքը, որոնք կարող են բեռ դառնալ Ամերիկայի Միացյալ Նահանգների համար։ Արագածոտնի թեմը հայտարարություն է տարածել Հովհանավանքում պատարագին ընդառաջ, նշելով, որ պատարագի ընթացքում սադրիչ գործողությունների եւ բախումների մտավախություն ունեն։ Մեջբերում. Քանի որ մեզ համար կարևոր է, որպեսզի Սուրբ օրը չնշանավորվի տհաճ իրադարձություններով, ուստի հնարավոր բախումներից, անախորժություններից եւ տհաճ միջադեպերից խուսափելու նպատակով Սուրբ Հովհաննես Մկրտչի տոնի առիթով Կարփի Սուրբ Աստվածածին եկեղեցուց Հովհանավանք նախապես հայտարարված ուխտագնացություն ուխտերթի փոխարեն Սուրբ եւ անմահ պատարագ կմատուցվի Կարփի Սուրբ Աստվածածին եկեղեցում, ասված է Արագածոտնի թեմի հայտարարությունում։ Տոնի առթիվ ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ Մայրաթոր Սուրբ Էջմիածնից Կարփի կբերվի Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքը։ Ադրբեջանից Հայաստան վերադարձած մեր 4 հայրենակիցների լուրը իսկական ցնծություն է առաջացրել նրանց հարազատների տներում, ովքեր տարիներ շարունակ սպասել են այսօրվան։ Բաքվի բանտում 2020 թվականից պահվող Վիգեն Էլջեքչյանի կինը Լինդան ամուսնու ազատ արձակման մասին տեղեկացել է մեր գործընկերներից մեկի հեռախոսազանգից եւ հուզմունքից հազիվ զսպելով արդյունքները խոստովանել է, որ ուրախությունից սիրտը կարող է կանգ առնել։ Առավել հուզիչ է եղել Վագիվ Խաչատրյանի դստեր Բերայի արձագանքը, ով 24 News-ի հետ զրույցում բարձրաձայն լաց լինելով միայն կարողացել է արտաբերել, որ վերջապես տեսնելու է հորը։ Վագիվ Խաչատրյանը Ադրբեջանում դատապարտվել էր 15 տարվա ազատազրկման։ Ադրբեջանական գերությունից ազատված Վագիվ Խաչատրյանը տեղափոխվել է Նորբ Մարաշ սրտաբանական կենտրոն անհրաժեշտ հետազոտություններ եւ բուժում ստանալու համար։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ամերիկյան Fox News-ի եթերում հայտարարել է, թե Իրանում վերջին շաբաթներին կատարվող իրադարձությունները Իսրայելի դավադրական ծրագիրն էր նախագահ Դոնալդ Թրամփին պատերազմի մեջ ներքաշելու։ Արտգործնախարարի խոսքով բազմաթիվ բախումներից եւ զոհերից հետո իրավիճակը իշխանության վերահսկողության տակ է։ Միևնույն ժամանակ Սպիտակ տանը Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ սպառնալիքների եւ զգուշացումների ֆոնին Իրանից տեղեկացրել են, որ մահապատիժ չի կիրառվի ձերբակալվածների նկատմամբ։ Ըստ միջազգային լրատվամիջոցների վերջին տվյալների Միացյալ Նահանգների կողմից Իրանի դեմ ռազմական միջամտության հավանականությունը խիստ մեծացել է եւ կարող է տեղի ունենալ առաջիկա 24 ժամվա ընթացքում։ Նախագահ Դոնալդ Թրամփը հողում անելով Թեհրանի կողմից կարմիր գծերի հատմանը եւ ցուցարարների դեմ իրականացվող դաժան բռնություններին հակված է վճռական ուժային գործողությունների։ Իրավիճակի սրմանը զուգահեռ որպես նախազգուշական միջոց սկսվել է կատարում տեղակայված ամերիկյան ռազմաբազայի անձնակազմի մի մասի տարհանումը հնարավոր պատասխան հարվածներից խուսափելու համար։ Իրանում շարունակվում են անհնազանդության ակցիաները եւ համացանցի արգելափակումը։ Մեծ յոթնյակի երկրները զգուշացնում են ապակայունացման վտանգի մասին։ Թեհրանում այսօր տեղի է ունեցել սպանված ավելի քան 100 իրավապահների զանգվածային ուղարկավորության արարողություն։ CNN-ի հաղորդմամբ ձերբակալված ցուցարարներին սպասվող մահապատիժը մեծ արձագանք է գտել եւ բուռն քննարկումների առիթ դարձել։ Դոնալդ Թրամփին ներկայացվել է Իրանի ռազմական 50 թիրախների, այդ թվում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կենտրոնակայանի եւ Թեհրանում գտնվող 23 բազաների ճշգրիտ կոորդինատները։ Միացյալ Թագավորության վարչապետը եւ ՄԱԿ-ի փորձագետները խստորեն դատապարտել են բողոքի ցույցերի մասնակիցների նկատմամբ կիրառվող բռնաճնշումները։ Իրանն իր հերթին մեղադրել է Միացյալ Նահանգներին իրավիճակն ավելի սրելու մեջ։ Թեհրանը նաեւ նախազգուշացրել է տարածաշրջանի երկրներին Միացյալ Նահանգների հնարավոր հարձակման դեպքում հարվածներ կայացնի նրանց տարածքում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին։ Պաշտպանության նախարարը հայտարարել է ցանկացած հարձակման մինչև արյան վերջին կաթիլը դիմակայելու պատրաստակամության մասին։